Տիկինայրա դուք այստեղ եք եկել Սրբազանի աջակցություն աղոթելու, ինչպես է գնահատում մեր երկրում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես իշխանության այսպես սանձազերծած պատերազմը եկեղեցու դեմ։ Չգիտեմ, ցավ, ուժգին ցավ, ավելի համակերպանք կարծես համակերպանք Արցախի կորստի հետ, կարծես համակերպանք 44 օրյա պատերազմի հետ, բայց անընդհատ այդ վերքին անընդհատ բացախ են լցնում, ցավեցնելով։ Չգիտեմ, ես Սրբազանի այդ ձերբակալության օրը, երկրորդ օրում այդ մայր տաճարի այդ կոճերի ժամանակ, ահա որ սրտի ցավի ճիճից լաց եմ եղել, ուղղակի բարձրացան լաց եմ եղել, որովհետև այս ապիկար իշխանությունը ուզեցա նորից երկրորդ անգամ փորձելով կոտրել հայի ողնաշարը, Սրբազանի եւ Միքայել Աջապարյանի ձերբակալումը դա նշանակում է հայի ողնաշար կոտրել։ Բայց ինչքան գիտեմ, մենք 15 թվական տեսնելով, մենք Գեղեռն տեսնելով, հառնելով, էլի հույս ունեմ, որ մենք էլի էսի հաղթարելու ենք, հառնելու ենք, մենակ Աստծուն աղոթում եմ, Աստծուն աղաչում եմ, որ պինդ ձեռքերով պահի Սրբազանին, Միքայել Աջապարյանին, որ մենք իր հետ ենք, մեր աղոթքները իրանց հետ են, մենք իրանց մենակ չենք թողելու, մենք պայքարելու ենք իրանից սովորած, մենք պայքարելու ենք մեր հողի, մեր հայի ոգու համար։ Իսկ ընդհանրապես իշխանությունների կողմից եկեղեցին առողջացնելու իրենց ձևակերպման պրոցեսին ինչպես եք վերաբերում։ Ապիկար իշխանությունը թող իրանց մի հատ առողջացնեն 7 տարի մենակ մենք ցավ տեսանք, ինչ է նշանակում Արցախը հանձնեցինք մենք պետություն, ու մենք այսքան ժամանակ պետություն չենք եղել, մենք հայ չենք եղել, Արցախը հանձնենք նոր մենք պետություն։ Գիտեք ցավը որն է, որ խեղկադագը, գերագույն խեղկադագը 2021 թվականին ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ կունենանք նույն արդյունքը առանց զոհերի ու ոչ մի հանցանք չտեսան այդ բառերի մեջ, ինքը մինչև հիմա մատների վրա, ամբողջ մատների վրա խաղացնում է հայ ժողովրդին, ոչ մի պատիժ, բայց հանկարծ մի տարի առաջ, 2 տարի առաջվա, չգիտեմ ինչ, էմոցիաներից դուրս գալով Աջապարյանի խոսքը դառավ ռազմական հեղաշրջման կամ ինչ որ, չգիտեմ ինչ, այդ ազգի համար վատ բան, որ Աջապարյանը մեզի ցավեցներ, եթե Աջապարյանը մեր ցավին փոշում չտար, ապա մեզի երբեք չէր ցավեցնի, կամ նույն Սրբազանը եկեղեցուց դուրս եկած ինքը ինչ որ հապեկչական գործեր պիտի անեն։ Չգիտեմ, ես ուղղակի Նիկոլ Փաշինյանին կոչով կուզեի դիմեի հետ իշխանին կուզեի ծառայեի Էրդողանին այդ Ալիևին, ինչքան իրանին չգիտեմ ինչեր են խոսք տվել, որ վերջին ուզում է լրիվ մեզի ստորացնի մեր եկեղեցիները մզկիթ սարքե, մենակ իրան ասում եմ, եթե մինչև վերջի այդ կատիլը, մինչև հայ վերջի բնաջնջումը, անգամ դա ֆիլմերում էլ են այդպես, որ հասնում են իրանց գործարքին, իրանց այդ վերջնական արդյունքին, իրան վերացնում են այդ տվյալ անձին, որ կոչս իրան, որ ինքը ինչքան է կուզում մեզի ստորացնի, վերջում ինքը սատկելու է, թող ինքը հեռու մնա եկեղեցուց, թող ինքը հեռու մնա հայ տեսակից, ես ասում եմ մենակին հայ տեսակ, որ պայքարում է հայ ոգու համար, հայ եսի համար։ Ես հայ ժողովրդին էլ կոչ եմ անում ուղղակի միասնականություն, համախմբում, որ այս փորձությունն էլ հաղթարենք, էսի մի փորձություն է, որ տված է հայ ազգի վրա, ուղղակի միասնականություն, մենակ մեր միասնականության դեպքում մենք կհաղթարենք այս չարիքը։